ինչու է որոշվել, որ հենց դա պետք է ուղիղ հեռարձակել, չէ, որ դա ոչ թե պաշտոնական, այսպես մեծ արարողություն է, այլ հայ առաքելական եկեղեցու շարքային հետևորդներից մեկի մասնակցությամբ պատարակ։ Օրինակ, դուք ինչու եք որոշել, որ դա հարկատուների հաշվին ուղիղ հեռարձակեք։ Դուք այս հարցին պատասխանեք ու խնդրում ես։ Շատ լավ, ես ձեզ ուրիշ հարց տամ, իսկ ինչու են մյուս բոլոր լրատվամիջոցները որոշել դա լուսաբանել։ Ես այդ հարցին կպատասխանեմ, որովհետև իրադարձություն է, որը որ հետաքրքիր է հանրությանը, եւ լրատվամիջոցները որոշել են դա լուսաբանել, այդ թվում նաեւ ուղիղ եթերում եւ հանրայինն էլ լուսաբանել։ Ես իրականում Կիրակի օրը տեսա ինչ որ զարմանք, այսօր էլ խոսեցինք այդ մասին, այստեղ ես զարմանում եմ ընդհանրապես ինչ կա այդտեղ զարմանալու։ Այսինքն եթե իրադարձություն է լինում եւ լրատվամիջոցը լուսաբանում է եւ այս դեպքում հանրային հեռուստաընկերությունն է լուսաբանում, ինչ կա այդտեղ զարմանալու։ Ինչ է ավարտեմ կուզենամ որ հաջորդը պատասխանեք թե ինչու ավարտեմ հաջորդը կպատասխանեմ ավարտեմ հաջորդը պատասխանեմ, հա։ Տեսեք, երբ որ մենք ասում ենք ինչու է այս լրատվամիջոցը այս դեպքում հանրայինը, որը կարող ենք իհարկե հարցնել լուսաբանում, պետք է ունենա ինչ որ հարցը պետք է շարունակություն ունենա։ Ի վերջո իսկ ինչի չի կարող լուսաբանել հանրայինը, ինչի չի կարող հանրայինի լուրերը լրատվական ծառայությունը YouTube-յան էջում ուղիղ եթերը հեռարձակել, երբ որ այդ օրը կարծեմ տասնյակից ավելի, ես գոնե սիրողական նայեցի, տասնյակից ավելի լրատվամիջոցներ ուղիղ եթերում լուսաբանում են, ինչ կար զարմանալու։ Բայց այդպիսի շատ իրադարձություններ կան, որ հանրայինը կներեք, հեսա Մայրաթորի այդ հոգևոր միջոցառումները, որ վարում է կաթողիկոսը, որի դեմ է վարչապետը, եւ այլն թիմակիցները, դուք դա ուղիղ լուսաբանում եք, բայց տասնյակ լրատվամիջոցներ կանգնում են այնտեղ ու ուղիղ եթեր են տալիս իրենց միջոցներով։ Ինչն են ուղիղ եթեր տալիս։ Օրինակ Մայրաթորի կատարակը, օրինակ էս Շատ լավ, դուք ազատությունը հեռուստաընկերություն չի, բայց այստեղ չգիտեմ կան հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, բայց բոլորը տեղյակ են, որ երբ որ լինում է որևէ իրադարձություն Մայրաթորում, հանրային հեռուստաընկերությունն է ուղիղ եթերը ապահովում։ Վերջին իրադարձությունը, եթե չեմ սխալվում, տաճարի բացման վերահոսման, թե բացման հիմա կարող է ճիշտ չձևակերպեմ արարողություններ, որը կրկին հանրային հեռուստաընկերությունը ապահովում էր ոչ միայն իր, այլև բոլոր հեռարձակողների, այդ թվում նաև on-line հեռարձակողների ուղիղ եթերը հանրային հեռուստաընկերությունն էր ապահովում։ Եվ հանրային թողեք ավարտեմ, կներեք, թողեք ավարտեմ, ժողովուրդ ջան, թողեք ավարտեմ։ Եվ հանրային հեռուստաընկերությունը ոչ միայն դրան է օգնել, այլև օգնել ընդհանրապես տեխնիկական վերազինման մասով տաճարի, որպեսզի այնտեղ ուղիղ եթերները, այսինքն տեխնիկական մասնագետները մեր տարածքում աշխատել են, որպեսզի այդտեղ ուղիղ եթերները կազմակերպվեն պատշաճ ձևով տեխնիկապես։ Նկատի ունեմ հանրայինը դեռ ամիսներ առաջ էր ներգրաված այս process-ում եւ անընդհատ զատիկի ուղիղ եթերները ով է ապահովում ձեր կարծիքով եւ ընդհանրապես այս ամեն ինչ ով է ապահովում։ Բարձր գնահատելու հարց չկա, ես հարցից չեմ խոսում։ Վերջինը կաթողիկոսի գաղափարության այդ 26-րդ ամյակի նվիրված պատարակը ինչու հանրային հեռուստաընկերությունը ուղիղ չի հեռարձակում։ Եվ կասեք նաև կաթողիկոսի վերադարձները, եկեք հերթով պատասխանեմ, եկեք հերթով Ովքեր պատասխանեմ հարցը մոռանամ։ Շատ լավ, Նարեկին հետ։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Կկրկնես հարցը։ Հարցը հետևյալն է, ինչու հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել Կիրակի օրը Մայրաթորում կաթողիկոսի քաղաքալության 26-րդ ամյակին նվիրված պատարակը, ինչպես օրինակ լուսաբանում էր մեկ այլ պատարակ։ Շատ լավ, ես ձեզ ասեմ ընթացակարգը, երբ որ հանրային հեռուստաընկերությունը որևէ պատարակ լուսաբանում է, հանրայինին նախապես տեղեկացնում են պաշտոնական նամակով, դիմում են, քննարկվում է, դա տեղանքի զննությունն է կատարվում, դա մեծ աշխատանք է, դա այնպես չի, որ այդ ձեր համեմատականը Հովանավանքի հետ, որտեղ մի տեսախցիկով ուղիղ եթեր է հեռարձակվում եւ մեծ իրադարձություն լուսաբանելը, դրանք տարբեր բաներ են։ Նախապես դիմում են, քննարկում են, ներողություն մի ընդհատեք, էլի խնդրում եմ։ Դիմում են եւ դա ըստ այդմ նաեւ դիտարկվում, այս դեպքում ոչ մի դիմում չի եղել։ Այսինքն Մայրաթորը ներողություն, այսինքն միջև հանրային հեռուստաընկերությանը իրադարձության մասին դիմում չեն տալիս, չեք գնում նկարելու Ես ձեզ տեղեկացրեցի ինչպես ենք մենք աշխատում առաքելական եկեղեցու մասով։ Եթե դիմեին, դուք կգնայիք լուսաբանել, ոչ մի եթե հաջորդ միջոցառումը Ես եթեով չեմ կարող այդպես պատասխանել, այդպես եթեով կարող ենք ամեն ինչ եթեով ասել։ Մայրաթորից հաջորդ որևէ միջոցառման համար դիմեն, հանրային խնդիր չի տեսնում, ուղղակի իրենք չեն դիմել։ Գայանի ջան, ասում եմ, եթեով չեմ կարող պատասխանել այդ հարցին։
Հիմա դուք ասում եք, եթե այսպես լիներ, այսպես կնի, ինչպես պատասխանեմ։ Հիմա որ ձեզ նույն հարցը ձեզ տան, եթե կարող եք պատասխանել։ Ես ձեզ տեղեկացրեցի ընթացակարգը, ես ձեզ տեղեկացրեցի ընթացակարգը։ Պարոն Մովսիսյան, դուք ասում եք մեկ տեսախցիկով է, չէ՞, պատարագը լուսաբանվել։ Այո, եթե չեմ սխալվում, կարող 1, 2 Այսինքն այդ մեկ տեսախցիկը եղել է հանրային հեռուստաընկերությանը, թե Նիկոլ Փաշինյանի անձնական չասեմ, կառավարության տեսախցիկները։ Դա հանրայինն է, հանրայինն է, եթե Բայց հեռարձակի։ այնտեղ մեկ չէր, ես այնտեղ էի։ Շատ լավ, երկուսներ, ինչ խնդիր կա, 3-ներ, 4-ներ, 10-ներ, ինչ կապ ունի։ Դուք հարցը տալիս եք ինձ, ասում եք ինչի եք դա, եթե հեռարձակել, ասում եմ իսկ դուք ինչի եք հեռարձակել, ասենք այդտեղ լոգիկա պետք է լինի։ Ինչ կապ ունի, կներեք, Նարեկ ջան, դուք ասում եք, դուք իրենց ասում եք, մի ընդհատեք, դուք եք հիմա ընդհատում, թողեք պատասխանը։ Բայց մեր փողերից չի հասկանում եք, մասնավոր հեռուստաընկերությունը ֆինանսավորում հարկատուների փողերից է։ Շատ լավ, ինչ որ մեկի փողերից է։ Ինչ որ մեկի փողերից է, ասել ասում եմ հանրության գումարներով այդ լուսաբանումը կատարվել է, ինչպես բոլոր իրադարձությունները, որ լուսաբանվում են հանրային հեռուստաընկերությամբ։ Եվ երբ որ դուք տասնյակ լրատվամիջոցներով դա լուսաբանում եք, ոչ մեկ չի զարմանում, չէ՞, ինչի եք օրինակ Հովանավանքը լուսաբանում, ձեզ չեմ ասում կոնկրետ, ովքեր որ լուսաբանում են, միգուցե նաև դուք։ Ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, չէ՞, ինչի ենք լուսաբանում։ Այդ դեպքում ինչի է հարց առաջանում հանրայինի ինչու է լուսաբանում։ Հետո էլ երբ որ չի լուսաբանում, ներողություն էլի Գայանե ջան, մի ընդհատեք։ Գայանե ջան, միտքս կտրվում է, մի ընդհատեք։ Հիմա սա բանավեճ է։ Միտքս կտրվում է, Նարեկ ջան, ճեպազրույց գիտեմ ինչ է։ Եվ հիշեք դուք ինչպես էիք հարցեր տալիս բան։ Ես շատ լավ հիշում եմ, Նարեկ ջան։ Էլի միտքս ընդհատվեց, տեսա։ Դե լավ, եթե Խոսեք տասնյակ Հա, լավ, տասնյակ լրատվամիջոցներ, մերսի որ հիշեցրեցիր։ Դու ընդհատեցիր, դու հիշեցրեցիր։ Տասնյակ լրատվամիջոցներ, երբ որ լուսաբանվում են, որևէ մեկի մոտ հարց չի առաջանում, իսկ ինչի եք լուսաբանում դա։ Օրինակ ազատությունը ամեն օր անդրադառնում է, չէ՞, Հովանավանքի, ինչ որ մի ձևով։ Ինչի եք անդրադառնում։ Երբ որ այնտեղ իրադարձություն կա, դա լուսաբանվում է, ինչ կա այդտեղ զարմանալու ժողովուրդ։ Այսինքն ինչ կա այդտեղ։ մենք իրադարձությունները Ինչը չեք ընտրում, ինչը լուսաբանեք, ինչը չէ։ Հիմա դուք օրինակ էլ մի շարք միջոցառումներ են տեղի ունենում, չէ՞։ Այո, եւ մի շարք միջոցառումներ լուսաբանվում են։ Խափանամիջոցն են քնում, որտեղ 20 լրատվամիջոց 30 ու 40 ով եթե տալիս։ Հանրայինը տալիս է, չի տալիս։ Հարցնեն է որ կոնկրետ ինչի մասին ենք խոսում։ Ներողություն, դուք հիմա մեղադրանք եք հնչեցնում։ Դուք հիմա մեղադրանք եք հնչեցնում։ Եթե կոնկրետ, ասի կոնկրետ դեպք ասեք, այտենց օթում ասել այսպիսի բաներ, կոնկրետ դեպք ասեք։ Պարոն Մովսիսյան, կոնկրետ դեպք ասեք։ Չէ, ներկներեք, էլի կոնկրետ դեպք կա։ Մենք տասնյակը Չէ, հարցը տվել է Գայանեն, դրա համար կոնկրետ դեպք եմ ուզում։ Ես ասում եմ կոնկրետ դեպք եմ ասում։ Օրինակ, ես ասում եմ բազմաթիվ մարդկանց չէ տանում են կալանավորում։ Բազմաթիվ մարդիկ անուն ունեն։ Քաղաքական Սամվել դեպքերը, Սամվել Կարապետյանը 10 ժամերով 2 օր, Սամվել Կարապետյանը։ Հա, ձեր օրինակն ուզում, հա։ Ինչ։ Չի լուսաբանվել հանրային։ Ուղիղ եթեր է տալիս, հանրային ուղիղ եթեր տալիս։ Հա, ձեզ համար խնդիրը ուղիղ եթերն է։ Ես խտրական մոտեցման տարեր կա։ Որտեղ է խտրական մոտեցումը։ որը որ իշխանությունը ազգային ժողովում ապահովում եք ուղիղ եթեր, բայց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր։ Ժորդ, ես ամեն անգամ գալիս եմ այստեղ, այս հարցերը հնչում են, ամեն անգամ ստեղ էլ կրկնեցի, հիմա էլ չեմ զլանում կրկնել ներողություն։ Մի գնահատեք էլ, եկեք, թողեք ես պատասխանեմ։ Ամեն անգամ, այս պետք է այս նոր խորհուրդ հնչի շատ լավն է, պետք է հրապարակենք անունները, ովքեր են մերժում գալ հանրայինի եթեր եւ պատասխանել հարցերին։ Երբ որ դուք ասում եք հանրայինը օբյեկտիվ չի, չնայած հանրայինը հələ որ մինչեւ այս պահ եղած հարցումներով ամենավստահելին է։ Երբ որ դուք ասում եք հանրայինը օբյեկտիվ չի, ես էլ ձեզ ասում եմ, մի հատ գնացեք հարցրեք այն մարդկանց, ովքեր որ չեն գալիս հանրայինի եթեր, ովքեր որ մինչև այսօրվա նիստը ինչ որ բողոքներ են ունեցել հանրայինից, ուր են այդ մարդիկ, ինչի չեն գալիս այդ մարդիկ, Լիլիթ Գալստյանի պես, դրա համար ամեն անգամ ասում եմ շնորհակալ եմ իրեն, որ գալիս է ուղիղ հարցնում է, ինչի չեն գալիս, այդ հարցերը մեզ տան, ուղիղ նայելով մեր աչքերի մեջ, կամ ինչի չեն գալիս մեր հրավերներին չեն արձագանքում եւ չեն գալիս եթեր, այս հարցը իրենց տալիս է։ Ներողություն, պարոն Մովսիսյան, մենք այլ հարց ենք տալիս։ Երբ որ դուք պարզ ձև ասեմ, եթե ցես փաստեր են պետք, մտեք լուրերի YouTube-յան ալիքը, լայվ բաժին մտեք ու տեսեք, որ մենք իշխանականների ճեպազրույցներն են, բայց ազգային ժողովում ընդդիմադիրներն էլ են ճեպազրույց տալիս, դա էլ չէ քերարձակում, դա էլ տաղավար գալ չի, որ ասեք, այ չեն գալիս տաղավար։ Ես ճիշտ եմ հասկանում, մեղադրանքը այն է, որ մենք չենք լուսաբանում։ Լավ, հարցի, շատ լավ, հարցը նրա մասին է, որ մենք հավասար չենք լուսաբանում։
Ես հիմա ձեզ պաշտոնապես ասում եմ, կարող եք դիմել բոլոր ընդդիմադիր պատգամավորներին, ես էլ եմ ցենց եթերով եմ տեղեկացնում, իրենց անձամբ էլ զանգում են խմբագիրները տեղեկացնում են, հրավիրում ենք եթեր։ Դուք ասում եք, չէ, հիմա մի րոպե, դուք ասում եք մենք ուղիղ եթերում չենք տալիս, ճեպազրույցը չգիտեմ ինչ է, հիմա տենց չեմ հաշվել դա։ Ասում եմ հրավիրում ենք։ Եկեք, եթե խնդիր կա իրենց եթեր տալու հետ, հրավիրում ենք։ Իսկ այստեղ խնդիր հավասար իշխանական եւ ընդդիմադիր նոր գիտեք ինչ հարց հնչեց, ասեց Տիկին Գալստյանը ռեպորտաժը ինչի է այսպես կառուցվել։ Չէ, ես ռեպորտաժ չեմ ասում։ Դե հիմա դրա համար եմ ասում, Ժողովուրդ ջան, եթե հարցը ամբողջացնեմ, հարցը այն է, որ մենք հավասար չենք լուսաբանում։ Ես էլ ասում եմ ձեզ, հրավիրում ենք բոլոր այն մարդկանց մեր եթեր, ում հավասար չենք լուսաբանում։ Էլ ոնց անենք, որ հավասարություն ունենա։ Ինչ կապ ունի։ Ժողովուրդ, դա ավելի լավ տեսակ է, երբ որ մենք ունենք գործընկերներ, ովքեր տարիներ շարունակ բողոքում են հանրայինից, բայց խուսափում են գալ հանրայինի եթեր, հարցերին պատասխանելու։ Ինչ վատ փորձ։ Ասում եմ, ինչ վատ փորձ։ Մեկը գիտեք, որ ասել է, որ մենք մոնտաժել ենք։ Մեկի անունը կտակ, որ մենք մոնտաժել ենք եթեր տալուց ինչ որ հարցազրույց։ Բայց հարցազրույցը այդ եմ ասում, ուրիշ ժանր է։ Ինչ կապ ունի ժանրը։ Այդ ճեպազրույցին խոսացածը չեն կարող գալ եթերում հարցերին պատասխանելու։ Բայց ինչու դուք այստեղից չեք տալիս։ Ես հիմա չեմ ասում մենք չենք տալիս։ Ես չեմ ասում մենք չենք տալիս, է։ Մի րոպե, ես չեմ ասում մենք չենք տալիս։ Դա փաստ է։ Հիմա փաստը ես ունեմ ձեռքից տակ։ Հիմա չեք նայելու YouTube-ը բանենք։ Ես ձեզ ասում եմ, Ժորժ ջան, եթե մեղադրանքը, ես ձեզ բազմիցս ասել եմ, եթե փաստ կա, հարցումը ուղարկեք, արձագանք ենք պատճառ։ Հենց ոտքի վրա փաստեր չենք նայելու, բայց ես էլի եմ ասում, եթե այդ մարդիկ բողոքում են, որ այստեղ ճեպազրույց են անում եւ ուղիղ եթերում չեն, ես էլ իրենց կոչ եմ անում, եկեք եթեր, առանց մոնտաժի մասնակցեք հաղորդմանը եւ պատասխանեք հարցերին։ Գիտեք, ինձ մոտ շատ հաճախ տպավորությունը այլընտրանք չեմ առաջարկում եմ իրանց եթեր։ Եվ ինձ մոտ շատ հաճախ տպավորություն է, որ պարզապես մարդիկ խուսափում են հարցերին պատասխանելուց, ոչ թե ուղղակի խնդիր ունենք։ Ինչ։ Երկար խտրական մոտեցման մասին, տեսեք, դուք եւ քանի որ հանրային է հեռուստաընկերություն, դուք եւ պետք է աջակիցներին եկեղեցու տակ եւ իշխանությանը, ճիշտ է։ Այո։ Բայց այդ պարագայում ինչու օրինակ լուրերի բաժնում կամ վերնագրերում դուք գրում եք կտրիչ Ներսիսյան, դուք արդյոք այստեղ պահում եք այդ տեսեք, եթե տեսեք, ես հիմա հանրայինի եթերում եւ YouTube-յան ալիքներում հարյուրավոր տեսանյութեր կան, եթե կոնկրետ ինչ-որ բանից եք հարցում, խնդրում հարցում ձևակերպեք, որ ես հասկանամ կոնկրետ բանի արձագանք եմ։ Քիչ առաջ մեզ մեղադրում են, որ հյուրերն էլ են ասում։ Դե ես ձեզ ասում եմ, երբ որ հարցազրույց է, երբ որ այդ թեմայով խոսում են, կոնկրետ ուղարկեք ինչից ենք մենք խոսում, որ նկա այս վերնագիրը, այս մարդը ինչ էսպես ասած, ես ձեզ բան կանեմ։ Շատ լավ, հարցումով ուղարկեք կոնկրետ ձևակերպած ինչից ենք մենք խոսում, որովհետեւ ընդհանրական չի։ Պարոն Սիսյան, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներն են հայտարարություն տարածել հանրային հեռուստաընկերությունը հանրությանը վերադարձնելու անհրաժեշտություն են տեսնում եւ ասում են, որ չի ծառայում հանրությանը, Ովքեր են ասում։ Տարբեր հասարակական կազմակերպություն, օրինակ Պարոն Հայրիկյան, Հայկ Դեմոյան, Վահիդ Ալպինյան, Ժաննա Ալեքսանյան, Լարիսա Լավերդյան, Նինա Կարապետյանց բոլորինը թվարկեմ։ Էլի կա։ Հա, բազմաթիվ Քանիսն են։ Մի քանի կազմակերպություն եւ բայց Իսկ իրենցից քանիսն են ընդհանրապես մեդիայի հետ առնչվող հասարակական կազմակերպություններ։ Ժաննա Ալեքսանյանինը մեդիայի հետ առնչվող, Նինա Կարապետյանցը իրավապաշտպաներ միջավերջել, բայց մարդը իրեն հանրության ներկայացուցիչ է։ Շատ լավ, Ժորժ ջան, հիմա շնորհակալ եմ հարցի համար, այս հարցումով էր եկել, մենք տեղեկացրեցինք, որ մեզ ընդհանրապես չեն հրավիրել նման քննարկման, դա մեկ։ Քննարկումը եղել, չգիտեմ անկեղծ ասած որտեղ տեղյակ եմ որ քննարկումը եղել է, մեզ դիմել են արձագանքել են, եթե կան ինչ-որ կոնկրետ փաստեր ինչից են նման եզրահանգման գալիս, թող ուղարկեն մեզ, որովհետև գիտեք շատ հեշտ է, օրինակ այսօրվա օրինակով ձեզ վերեցի, շատ հեշտ է գալ ազգային ժողովում մեղադրանքներ հնչեցնել, տարբեր կողմերից չեմ ասում մենակ ընդդիմություն, մեղադրանքներ հնչեցնել, երբ որ մենք գալիս ենք այստեղ, տեսնում եք ինչ դատարկ դահլիճում անցնում այս քննարկումը։ Այսինքն եթե կան այդ մեղադրանքները նույն այս գործընկերներին մեր, եթե կան ինչ-որ կոնկրետ փաստեր, թող դիմեն։